միտքը մի փոքր ես էլ ավելացնեմ Աստծո սպառազինության վրայով, որ չափ կարևոր է այսօր, որ մենք տեսնենք, որ մենք պատերազմի մեջ ենք խավար ուժերի հետ, որոնց հաղթել է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Տերը ասեց. աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Այդ տեղը ես ուզում եմ նորից հիշացնել Եփեսացիներին ուղված նամակի մեջ, այս նամակը եւ բոլոր նամակները առաքյալների ամեն մեկը մի հրաշք է, մի հրաշագործություն է։ Եվ այս թղթերը առաքյալների թղթերը սերներ կարդալով մենք պետք է հագնենք այդ սպառազինությունը մեր վրա։ Այստեղ է, այս նամակների մեջ է, որտեղ գրված է ինչա դա նշանակում։ Այսինքն, եթե ես Աստծո հետ իր խոսքի միջոցով չշփվեմ, ես չեմ հասկանա, ես չեմ ունենա այդ ուժը եւ այդ կարողությունը, այդ հավատքը, չեմ ունենա ճշմարտության գիտությունը։ Հիշում եք ինչ ասեց Տեր Հիսուս, ասեց, եթե իրեն հավատացող հրեաներին, ասեց, եթե դուք իմ խոսքիս մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեք եւ ճշմարտությունը կճանչնաք եւ այն ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Եւ այդ ազատությունը, այդ թեմայի, այդ կոնտեքստի մեջ մենք տեսնում ենք մեղքից ազատելու մասինը։ Այսինքն մեղքը հզոր մի բան ասել էր, որ ամբողջ աշխարհը նրա գերության տակ է, որից եկավ մեզ ազատեց Փրկիչը Հիսուսը, դրա համար իր անունը Հիսուս կոչեց, որովհետև անիկա իր ժողովուրդը իր մեղքերեն պիտի փրկե, հալելույա։ Եվ մեղքերից փրկվելը, գիտեք, չէ ինչա նշանակում, շատ մեծ խորը իմաստ ունի, օրինակ, Աստված ուզում է, որ բոլորը լինեն որդիներ եւ աղջիկներ, բայց ցավոք սրտի բոլոր մարդիկ չէ, որ ուզում են Աստծո որդիներ լինել։ Ինչպես ենք մենք դա հասկանում, ասում է իրեններին եկավ եւ իրենները զինք չընդունեցին, բայց ովքեր որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տվավ Աստծո որդիներ լինելու, որոնք կհավատան իր անվանը։ Ուրեմն ովքեր են Աստծո որդիներ լինելու դառնում, ովքեր ընդունեցին Հիսուսին եւ մնացին հավատարիմ, մնացին իր խոսքի մեջ մինչեւ վերջը։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ ինչու է շատ կարևոր մեղքի խոստովանությունը եւ մեղքերի թողությունը առնել, որովհետև այդ ձևով է, որ մենք հաշտվում ենք Աստծո հետ։ Ուրեմն մեր մեղքերի համար, որովհետև Աստված պիտի դատե աշխարհը, Աստված պիտի դատե բոլոր մարդկանց, իմ մեղքի համար կամ ես եմ դատվում, կամ իմ մեղքի համար Քրիստոսն է դատվում։ Ով է եթե ես դատվեմ իմ մեղքի համար, ես կկորսվեմ, բայց Աստծո որդին դատապարտվեց խաչի վրա, մեր բոլորի մեղքը իր վրա առնելով, ինքը կրեց դատապարտությունը, եւ որտեւ ինքը արդար էր, թաղվեց, չէ, մեռավ, եւ երրորդ օրը հարություն արավ մեզ արդարացնելու համար, եւ այս կերպով է, որ մենք հաշտություն ունենք Աստծո Հորը հետ, օրհնյալ լինի Տերը։ Սիրելիներ, եւ գալիս է արդեն այդ ընթացքը հավատքի, որը որ սա արդեն հոգևոր պատերազմ է, որին, ինչպես ասեցինք, հաղթել է Հիսուսը։ Եփեսացիս 6-րդ գլխի մեջ նախքան սպառազինությունը սորվեցնելը եւ բացադրելը 10-րդ համարում 6-10 ասում է. «Ալ ասկե յետև եղբայրներս զորացեք Տերոջմով եւ անոր զորության կարողությունովը»։ Ու նոր ասում է ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որովհետեւ կարող լինեք սատանայի հնարքներին դեմ դնել, որովհետեւ մեր պատերազմը այրունի եւ մարմնի հետ չէ, հապա օդի մեջ իշխանությունների, պետությունների եւ այս խավար աշխարհի իշխանների հետ։ Ուրեմն սերներ, ամենից առաջ մեզ պետք է հագնել զորությունը հավատքով, Աստծո խոսքը մեր սրտերի մեջ եւ
ես ուզում եմ նաև մեջբերում անել երկրորդ Կորինթացիների 10-րդ գլխից, երկրորդ Կորինթացիս 10 երրորդ խոսքից, այստեղ գրված է. «Քանզի թեպետ մարմնի մեջ կքալենք, բայց ոչ թե մարմնավորապես զինվորություն կնենք, որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, ապա Աստծուց մեզ զորություն առած ամրոցներ քանդելու, մենք խորհուրդներ կքանդենք և Աստծո գիտությանը դեմ բոլոր հպարտացած բարձր բաները և բոլոր մտքերը Քրիստոսի հնազանդությանը գերի կնենք և պատրաստություն ունենք վրեժ առնելու ամեն անհնազանդությունը և ձեր հնազանդությունը կատարյալ լինի»։ Այսինքն ամեն անհնազանդությունից մենք կարող ենք վրեժ առնել, որպեսզի բոլորի մոտ կատարյալ լինի հնազանդությունը, այսինքն մեր բոլորի մեջ հնազանդություն լինի առ Աստված։ Սերներ, չեմ ուզում կանգնել այս մտքերի վրա, բայց գալով Եփեսացիների նամակի մեջ, այստեղ այս ամբողջ նամակի մեջ 3 դիրքեր կա, եթե ուշադիր ենք մենք կարդում, 3 դիրք գոյություն ունի։ Առաջի դիրքը դա գրված է Եփեսացիս 2-րդ գլուխ 6-րդ համարի մեջ, և անոր հետ մեզ հարուց և անոր հետ նստեցրուց երկնավորի մեջ Քրիստոս Հիսուսով։ Սա առաջի դիրքը, մեզ նստեցրեց երկնավորների մեջ։ Երկրորդը 4-րդ գլուխ առաջի խոսք. «Ուստի կաղաչեմ ձեզ եսալ Տիրոջը համար, որ կապված եմ, որ դուք այնպես քայլեք, ինչպես կվայելե այն կոչումին, որով կանչվեցաք, բոլոր խոնարհությունով և հեզությունով և այլն»։ Երկրորդ դիրքը քայլելն է, իսկ երրորդ դիրքը, որը արդեն նշվեց, դա կանգնելն է, կանգնած։ Ուրեմն դա էլ հենց Եփեսացիս 6:14-ն է, ուստի ամեն բան լմնցնետև հաստատուն կանգնել, ուստի կանգնեցեք մեջքերնի ճշմարտություն և այլն։ Տեսնում եք այս 3 դիրքերը՝ նստեցրեց, նստել, քայլել և կանգնել։ Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք, որ Քրիստոս մեզ նստեցրել է երկնավորների մեջ, Քրիստոսով մենք նստած ենք, մենք հաղթել ենք Քրիստոսի մեջ, երկրի վրա արդեն կսովորենք քայլել Քրիստոսով, Քրիստոսի հետ, և պատերչարության օրը, ինչպես էստեղ գրված է, երբ որ սատանան գալիս է կամ իր դևերը փորձելու մեզ և մեզ գցելու փորձության մեջ կամ ուրանալ տալու հավատքը, մենք կկարողանանք դեմ դնել կանգնած մնալով հավատքի մեջ։ Ուրեմն նստեցուց, նստել, քայլել, մենք քայլում ենք այս մեր ընթացքի մեջ և մենք պիտի կանգնենք հակառակորդի դեմ հավատքով լեցված, որովհետև սա պատերազմ է, սա ընթացք է, որը որ Տերը մեզի տվել է և մենք կարող ենք Քրիստոսով այն անել։ Այստեղ սիրելիներ, կանգնել որտեղ, հիմա այստեղ եթե ուշադիր ենք կարդում, ասում է ձեր տեղը կանգնեցեք, որտեղ է մեր տեղը, մեր տեղը որն է, մեր տեղը դա Հիսուսի մեջ է, դա հավատքի մեջ կանգնելն է, որովհետև բնագիրը միայն ասում է ուստի կանգնեցեք, կանգնել նշանակում է մնալ հավատքի մեջ հաստատ։ Ես ուզում եմ այդ տեղը ընթերցել, որտեղ որ Պողոս առաքյալը